Բայց տրամադրությունն էլ ավելի կբարձրանա եւ կբարելավի նաեւ այն տեղեկությունները, որ ուզում ենք հայտնել ձեզ ելներս, որովհետեւ հաշված օրեր են մնացել հանրայինի այս նոր Գարանայի եթերաշրջանում սպասվող մի մեծ մեգանախագծի մեկնարկը տալու համար։ Մեզ արդեն հուշել են, թե որ օրը կարող ենք մենք դիտել բոլորս այդ սպասված հեռուստախաղը։ Խոսքը իհարկե ով է ուզում դառնալ միլիոնատերը նախագծի մասին է, իսկ որորն են հուշել, թե թողնենք իրանք ասեն։ Թողնենք վերջում կասեն նրանք, այո, հյուրերը։ Շատ լավ։ Մենք շտապենք արդեն ներկայացնենք մեր հյուրերին, ովքեր տաղավարում են, ում հետ պետք է մանրակրկիտ խոսենք ու շատ հարցեր կան հատկապես մեր հյուրի հետ կապված, որտեղ Լիզան դե մեր ընկերն է, մեր ընտանիքի անդամ է, այսպես կարելի ասել, իսկ հյուրի մասով շատ հարցեր ունենք։ Այո, շտապեմ ներկայացնել Sony Pictures Television-ի միջազգային արտադրության խորհրդատու Coleman Hutchinsonը, բարի լույս։ Good morning։ Եվ ով է ուզում դառնալ միլիոնատեր, հեռուստախաղի հայաստանյան պրոդյուսեր Լիդիա Քարամյանը։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել ու հետաքրքիր է, որ մենք նաև գիտենք ձեր փորձը, պարոն Coleman, այս նախագծի շուրջ տասնամյակ եւ գուցե նաեւ ավելի տարիների փորձ ունեք, այդ ձեր փորձից կուզենայինք կիսվել այս շոուի գաղտնիքը ինչու՞մն է, որ այսքան երկար տարիների կյանքում։ Իրականում շատ դժվար է ասել, որն է գաղտնիքը, որովհետև ես ներգրավեցի այս ծրագրում հենց ամենասկզբից 28 տարի առաջ Մեծ Բրիտանիայում ես առաջին պրոդյուսերն էի եւ երբ նոր է սկսվել ծրագիրը, սկզբում ես չէի հավատում, այսինքն չէի պատկերացնում, որ 28 տարի շարունակ տևելու է եւ այսպիսի հաջողություն է ունենալու։ Կարծում եմ պատճառներից մեկը այն է, որ այն շատ պարզ է։ Կարծում եմ, չէ՞ որ այնտեղ ընդհանրապես 15 հարց է եւ կարելի է շահել միլիոն։ Իմ կարծիքով իրականում փոխվել է այն տեսքը, որ ծրագիրն է ներկայացնում համեմատած անցյալի հետ, երաժշտությունը, ամեն ինչը թարմացվել է եւ իր ժամանակի համար էլ այն շատ պրոգրեսիվ էր ու ժամանակի ընթացքում էլ մենք զարգացնում էինք այս 28 տարիների ընթացքում։ Իրականում շատ հրաշալի է, որ դեռ առ այսօր շատ պոպուլյար ու սիրված է ամբողջ աշխարհում։ 28 տարի առաջ Ռուբեն։ Հասկանում ես, 28 տարի է այս խաղը արդեն իսկ կա։ Բայց ես տեսնում եմ, որ շատ տարիների երկար դեռ լինքը կլինի։ Հստակ։ Իսկ ինչ կասեք հայաստանյան ձեր փորձի մասին։ My own experience. Well, I've had an amazing experience. Իրականում հրաշալի փորձ է։ 28 տարի առաջ, երբ նոր էի սկսել, I looked after the show for 12 solid years in the UK. 12 տարի շարունակաբար Մեծ Բրիտանիայում աշխատում էի ու տարբեր երկրներում տարածում ու 7 տարի առաջ ես ստանձնեցի այս գործը, որը արդեն միջազգային արտադրության պրոդյուսերն է, ինչը նշանակում է խորհրդատուն, այսինքն երբ ինչ-որ նոր երկրում է տարածվում կամ վերականգնվում է, ինչպես Հայաստանում, ես դառնում եմ խորհրդատուն։ Այսինքն ես օգնում եմ նախապատրաստել ծրագիրը եւ նախքան այս փուլին հասները Zoom տեսազանգեր ենք ունենում, քննարկում ենք, իմ փորձով եմ կիսվում, սովորեցնում եմ ինչպես աշխատել եւ ինչպես լավագույնս առաջ շարժվել եւ երբ արդեն արտադրության փուլ ենք հասնում, ինչպես որ հիմա ես գալիս եմ այդ երկիր նախքան ձայնագրման տեսագրման օրը 5 օր առաջ փորձում եմ ամեն կերպ օգնել, տարբեր հարցերի պատասխանել, խորհուրդներ եմ տալիս, իմ փորձով եմ կիսվում եւ լիահույս եմ, որ այսօր այն օրն է, երբ առաջին շոուն տեսագրենք, ես վաղը վերադառնալու եմ հայրենիք, բայց ես լի եմ հույսով, որ ամեն ինչ հաջող կանցնի եւ եթե արդեն իսկ հասել ենք այս փուլին, նշանակում է շարունակությունն էլ հաջող կլինի։ Հետաքրքիր է նաև ձեր կարծիքը մեր թիմի մասին, մեր թիմի աշխատանքների մասին, քանի որ դուք վերահսկում եք, օգնում եք, որպեսզի այս սկզբնական բարդ process-ը, հա, այդ շարժը մինչև մեկնարկ տալը ամեն ինչ ճիշտ ձևով եւ հունով ընթանա, այդ աշխատանքների կարևոր մասը նաեւ դուք ականատես եք եղել, հետաքրքիր է թե մեր հայկական մեծ թիմը ինչ տպավորություն է թողել ձեզ վրա։ Absolutely. Well, I think they're an amazing team. Իրականում հրաշալի թիմ է։ I arrived here on Հայլուն թիմ է։ Ես այստեղ եկել եմ ուրբաթ առավոտյան, ամեն ինչ արդեն կար։ Ես իրականում այսպես շտապողական վիճակում էի, մի քիչ անհանգստացած էի, որովհետև դեռ տաղավարը ամբողջովին պատրաստ չէր, բայց
Երբ ես տեսա այն ամբողջ աշխատանքը, որ ներդրել էին, ուղղակի հրաշալի էր մի քանի օրվա ընթացքում ինչ մեծ զարգացում ապրեց եւ հիմա էլ արդեն նկարահանման հրապարակը հրաշալի տեսք ունի ու ես հիացած եմ, թե ինչքան ջանք է ներդրվել այս ուրբաթ օրվանից մինչև երկուշաբթի օրվա առավոտը եւ մենք հրաշալի հաղորդավար ենք ունենալու շատ յուրահատուկ մարդ ու իմ կարծիքով նա ֆանտաստիկ աշխատանք է կատարելու եւ ամբողջ արտադրական թիմը, Լիդիան, ռեժիսորները, նրանք հրաշալի փայլուն մարդիկ են ու ինձ համար հաճույք է այստեղ լինելը ու հետևելը։ Սա կարելի ասել իմ երեխան, այս 28 տարեկան երեխան ու ինձ շատ է դուր գալիս տեսնել թե ինչպես է այն աճում, զարգանում ու հասնում այս փուլին։ Ես միշտ համարում եմ, որ սա շատ կարեւոր օր է, երբ առաջին նկարահանումն է լինում։ Մենք չգիտենք թե ինչ է տեղի ունենալու, չէ, որովհետև ես օրինակ դեռ չեմ տեսել մրցողներին, բայց կգան եւ ամեն ինչ լավ կլինի ու ես շատ ողջավորված եմ դրանով։ Իրականում շատ տարբեր ընթացք կարող է լինել։ Մարդիկ կարող են կորցնել գումարը, կարող են մեծ գումարներ շահել ու սա էլ այդ ողջավորության մի մասն է կազմում։ Հուսամ որոշ մարդկանց կյանքերը կփոխվեն այս ծրագրի շնորհիվ։ Շատ հաճախ է նման բան լինում։ Չէ՞ որ խոսքը միայն այն մարդկանց մասին չի, ովքեր ամենամեծ գումարն են վաստակում։ Մարդիկ պարզապես անում են բաներ, որոնց մասին նույնիսկ երազել չէին կարող, ու սա ֆանտաստիկ հնարավորություն է։ Ես կարծում եմ այն մարդիկ, ովքեր դիտում են, իրենք կցանկանան, երնեք ես էլ այնտեղ լինեի, բոլորին կհետաքրքրի ու ցանկացած մարդ կմտածի, ես էլ կարող եի այնտեղ լինել։ Ես շատ տպավորված եմ ձեր թիմի աշխատանքով եւ անհամբեր սպասում եմ առաջին նկարահանմանը, որ այսօր կլինի եւ կգնամ տուն ու ինձ կուղարկեն ձայնագրությունը ու ես կվայելեմ այն։ Բայց շատ ճիշտ նկարագրեցիք, այո, յուրաքանչյուրս երբ մենք դիտել ենք այս խաղը ով է ուզում դառնալ միլիոնատեր, բոլորս էլ հաստատ մտածել ենք, որ մենք էլ կարող էինք այնտեղ լինել եւ այո, սա մարդկային պատմությունների մասին է, որ հնարավոր է իրենց կյանքում հազարավոր ինչ-որ բաներ փոխվեն մասնակցելով այս խաղին։ Լիդիա, այս ահռելի աշխատանքը մինչ օրս որ տարել եք, համոզված եմ, որ եղել են նաև այդ դժվարությունները, հաղթահարելով եկել եք, հասել եք ամենավերջին կետին եւ հեռուստադիտողը երբ կարող է դիտել առաջին ալիքի եթերում, ով է ուզում դառնալ միլիոնատերը։ Գիտեք, նախագիծը իսկապես լեգենդար է եւ ամիսներ շարունակ, երբ Goldman-ը դեռ ստեղ չէր, բայց մենք անընդհատ կապի մեջ էինք եւ փորձում էինք կազմակերպել ամեն ինչ հեռավար, նույնիսկ անցկացնելով հարցազրույցների, կաստինգների փուլերը, որոնք շատ բարդ էին, ինչպես բոլոր միջազգային եւ մեծ նախագծերում ամեն ինչն է շատ բարդ, բայց այն օգնությունը, այն խորհուրդները եւ փորձը, որը մեզ Goldman-ը փոխանցել է թե հեռավար, թե հիմա այստեղ տաղավարում, այդ ուզում եմ պարտադիր շնորհակալություն հայտնել Goldman-ին եւ Ստյուարտին, մեր ծրագրային մասով պատասխանատուին, որովհետեւ այն լեգենդար շոուն, որը կտեսնի ապրիլի 4-ին հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողը հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի ինտելեկտուալ հեռուստադիտողը կարող է տեսնել ապրիլի 4-ից առաջին ալիքի եթերում։ Անհնար կլիներ իրականացնել այսպիսի առանց այն թիմի, որը հիմա աշխատում է նույնիսկ տաղավարում։ Մենք հիմա այստեղ ենք, բայց տաղավարում շարունակվում են նկարահանումները։ Մենք փախել ենք, եկել ենք ձեր մոտ, որպեսզի յուրաքանչյուր շաբաթ օր հանրայինի հեռուստադիտող ունենա եթերում այդպիսի կարևոր եւ հետաքրքիր ինտելեկտուալ շոու։ Եվ ունենա այդ հնարավորությունը, այո, դիտելու, վայելելու։ Միանշանակ, իսկ հայտերը շատ են։ Անթիվ, հարյուրավոր, հստակ թիվ չեմ ասի, բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք անել մի քանի եթերաշրջան առանց հայտագրումների, որովհետև շատ էին հայտերը։ Մենք խնդիր չունենք փաստորեն խաղացողների։ Աննկարագրելի հետաքրքիր մարդիկ են դիմել, ոչ միայն ինտելեկտուալ, այլ նաև շատ խարիզմատիկ, որ ունեն ցանկություն գալ փորձել իրենց ուժերը եւ կան մարդիկ, ովքեր պարզապես վստահ են, որ իրենց ինտելեկտով կգան եւ կտանեն 10 միլիոնը։
Մեզ մնում է միայն ձեզ ասել հաջողություն ենք Շատ մաղթում։ հետաքրքիր պատկերացնում։ Եվ ապրիլի 4-ին ամենակարևորը առաջին ալիքի հերոստադիտողը հնարավորություն կունենա դիտելու այդ լեգենդար հերոստախաղը։ Այո, լեգենդար հերոստախաղը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Մենք ենք շնորհակալ։ Չսպասեցնենք, դուք նկարանումներ ունեք։ Լուրջ աշխատանք ունենք։ Մենք շարունակում ենք, այո։ Շարունակելու, վերահսկելու։ Շատ շնորհակալություն, որ մեզ հետ սկսեցիք ամեն դեպքում առավոտը։ Շնորհակալություն, որ հրավիրեցիք։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Մենք միշտ ուրախ ենք, սիրով համեցեք։ Միշտ ուրախ ենք, մեզ հրավիրեք։ Սիրով պայմանավորվեցինք։ Ձեզ լավ օրվա շարունակություն, իսկ մենք երաժշտական դադար կունենանք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։